իրավիճակ Սյունիքում արդեն 2 ամսից ավել է կրակոցներ են հնչում մի քանի գյուղերում, ինչ նպատակ է հետապնդում թշնամին, ինչ իրավիճակ է։ Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն։ Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական լրահոսը գերատեսչության ինքը տեղեկատվություն տալիս է։ Ինչ նպատակ է հետապնդում պաշտպանության նախարարն ասեց, վերջի կրակոցը Ադրբեջանը պատճառաբանել է, որ ինքը չէ, ով է։ Միանշանակ ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են, այո։ Իսկ նպատակները, որ տալիս եք նպատակներ, ու առաջին կրակող կողմը ավելի լավ կիմանա իր նպատակները, իսկ մեր գնահատականով նպատակները միանշանակ, եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակում, դրանք եւ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակության վրա նույնպես ճնշում գործադրելու, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը եւ իրադրություն հարաբերական հետևանքները մեզ համար 44 օրյա պատերազմի նման լինեն։ Ինչ ենք անելու, պարոն Ասրյան։ Այսինքն հիմա ես որ հարց պատասխանեմ։ Ուշադրություն չեք դարձնում, այսինքն եթե 44 օրյա պատերազմի պատկեր ունենաք, դուք ճիշտ հասկացաք իմ պատասխանը, ուշադրություն չենք դարձնում, դա չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերը չեն շարունակում իրենց առջև դրված խնդրի կատարումը, մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով եւ միջոցներով եւ սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան։ Իսկ դուք էլ եք վստահ, որ պատերազմ չի լինելու եւ լինելու է խաղաղություն, ինչպես պնդում է վարչապետը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է նաեւ ի պաշտոնե զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այնինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու ծառայությունը վերածել են գնացուցակի, այսինքն ըստ էության մենյու։ Եթե ինչ-որ մեկը գիտնական, ինչպես պարոն Քոչարյանի տղան օրինակ գիտնական է, բանակից ազատվել է, ինչ-որ մեկը գնացուցակի նայի եւ որոշի այսքան ամիս կվճարի, այս հայրենիքով է պաշտպանելու։ Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, համապատասխան օրենքներ, որտեղ շեշտված է ովքեր են ազատվում զինվորական ծառայությունից։ Մեկ այն օրենքին, որ հիմա ԿՊԱ-կան պատգամավորն է ներկայացնում գումարով ազատվել, եւ արդյոք սա չի նշանակում, որ այն կոռուպցիան, որի մասին նաեւ ԿՊ-ից բարձրաձայնում է նույն պատգամավորը, հնարավոր չէ կոռուպցիայի դեմ փաստորեն պայքարել եւ դա բերվում է օրինականության։ Նայեք, կառավարության նիստում քննարկման ընթացքում պաշտպանության նախարարը, մեր գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տեսակետ եւ այդ տեսակետը միայն պաշտպանության նախարարի տեսակետը չէ, դա ամբողջ գերատեսչության ղեկավարության տեսակետն է, այդ թվում նաեւ գլխավոր շտաբի ազատվողները շատ են, թողեք պատասխանեմ։ Առաջիկայում հանձնաժողովի կազմով կլինի քննարկում այդ օրինագծի մասով եւ մենք լրացուցիչ քննարկումների արդյունքում պաշտպանության նախարարի միջոցով մեր գերատեսչության տեսակետը կներկայացնենք այդ կոռուպցիան շատ է բանակում։ Լսեք, ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, ես գլխավոր շտաբպետն եմ, այո, լինում են դեպքեր, երբ այս կամ այն կարգի զինծառայողները, սպաներ, նաեւ պայմանագրային հիմունքներով ծառայող այլ զինծառայողներ փորձում են կոռուպցիոն քայլերի գնալ, ռիսկերի գնալ, իսկ մեր պարտքն է, մեր պարտականությունն է, որպես դա արմատախիլ անենք։ Հիմա այս նախագծին դուք կողմ եք թե դեմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին, պաշտպանության նախարարը առաջիկայում հանձնաժողովի նիստում դա Պապիկյանը ասել է, որ այնքան էլ չի առարկում այդ նախագիծը։ Ինչքանով է ճիշտ այդ ինֆորմացիան։ Լսեք, մենք որպես զինված ուժերի ղեկավարներ, ղեկավար կազմ, մենք շահագրգռված ենք, որպես զինված ուժերը համալրվեն առողջ, բանիմաց, կրթված զինծառայողներով, այսինքն քաղաքացիներով, իսկ գլխավոր շտաբի պարտքն է այդ համալրած զինծառայողներին ուսուցանել,
շարունակել կրթելը, նրանց պատրաստել, ներդաշնակել եւ պատրաստ լինել մարտական խնդիրների կատարմանը։ Այս նախագիծը հակառակ դրան գործի եթե ընդունվի։ Առաջիկա կառավարության նիստում հանձնաժողովի կազմով պաշտպանության նախարարը բազմաթիվ փաստարկներով կներկայացնի գործող եւ հետագայում։ Պարոն Ասերյան, Բայց հələ չի ոչինչ, բանակ, այս մի բան է նրանից ունենանք։